Համախոր եւ օրհնող եւ օգուտ սրբով ամեն ողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր Աստծո հոգին մեր վրա կողմա իմաստություն դա մեզի անցյալի շաբթի օրը Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումն է 40 օր իր աշակերտներուն հարություն արած վիճակով ցույց տվավ ինձին եւ հետո 40-րդ օրը ստենյաց լերան վրա իր աշակերտներու աչքին աչք եկել համբարձավ լուսերն ամը պարփայեցին եւ ոսվեցավ եւ իրենց հայտնեցավ որ այդ Հիսուսը որ եկել համբարձավ նույնպես եկել ուրեմն համբարձումը մեծ տոն է ուրեմն համբարձման այս 4-րդ օրը գիրագին կհանդիպի մեր եկեցին համար, միայն մեր եկեցին համար երկրորդ զարգազարդը գիտե, Տեր Հիսուս Քրիստոս Երուսաղեմ դա էշին վրա։ Ուրեմն, ինչու համար երկրորդ զարգազարդը համբարձման դոլի 4-րդ օրը, ասիկա կուկա մեր հավատքի հիմնադիր Սուրբ Գրիգոր Ուսավորչյան մեզ ավանդված թեփկեմը։ Ուրեմն, երբ որ Սուրբ Գրիգոր Ուսավորիչ թագավորին քարտուարն էր եւ իր քրիստոնեալը հասկացրեցավ եւ ոչ հրաժարեցավ իր քրիստոնեութենը հալածանքը սկսավ զամը հալածանքը եւ հետո մահվան փոսը ներվեցավ խոր վիրապսված ինչեւ այսօր գեցած այդ խոր վիրապը ներվեցավ մահվան փոսը ոնտեղ գարիշներ օծեր գայի եւ այդ փոսի մեջ Գրիգոր Ուսավորիչի 13 տարի մնաց հետո դուրս ելավ եւ թագավորը եւ բալատականները եւ ժողովուրդը հավատքի բերավ։ Ուրեմն բոլորի միտքը հատկապես այդ փոսը տեսնողները հիմա բարաբնակիչնա դեսնեք որ ոնտե 13 օր չէ 13 տարի չէ 13 օր 13 ժամ նույնիսկ չկնարն ուրեմն ոստե բացահայտ հրաշքներ որ Գրիգոր Ուսավորիչի Աստծո կողմէ պահպանված է։ Այս միշտի հրաշքները եկեղեցու պատմության մեջ ելած զորնակ 7 գնացողներ կան քարայրի մեջ կգնանան քրիստոնյաները եւ հարյուրավոր տարիներ հետո կգնան։ Ուրեմն Աստծո ամեն ինչ կարելի է հատուկ հրաշքումը Սուրբ Գրիգոր Ուսավորիչը ոչ միայն ենթանի վահեց նաև իր միտքը իր մտքի խոսելու կարողություններն անվանեց եւ պահպանեց։ Սուրբ Գրիգոր Ուսավորիչին հարցուցին լսին որ ինչպես չխենթացար եւ անալսավ որ երբ որ մարդուն սկայրանքները գոցվի այդ կատարյալ ուտի մեջ այնադեմ ուքի սկարանքները բացվի եւ ես իմ մարմինես դուրս կելեի կայցերի ռեշտակային բայրեր եւ ռեշտակներ կուկային ինձ հատկապես ռեշտակը ամեն օր կուկար ինձ այդ ժամեր դանսնել գզուցին գալով միայն մեկ օր չէր այդ ռեշտակ դարվա իրեն հարցուցիտ է ինչու այդ օրը չես կար սե որ մեր ռեշտակային տասագարքի մեջ դոն է որովհետև Տեր Հիսուս երկին համբարձած ադելը 9 օրեր անցուց այդ եկիքի խավերուն մեջ 9 ռեշտակային գարքեր կան հետևաբար ամեն մեկու մեջ օր մնաց ես 4-րդ տասագարք ռեշտակներն են հետևաբար մեր տասագարքի իր համբարձումին 4-րդ օրը եկած է մենք միշտ կհիշենք իր մուտքը եւ մենք տոն Ուրեմն այս է որ երկրորդ զարգազարդը մենք այսօր գհիշենք եւ կտոնենք ուրեմն ինչպես որ Տեր Հիսուս Երուսաղեմ մտա փառքով եւ եկեղեցին անիկա մեծ տոնի վերածեց ռեշտակներն ալ մեծ տոնի վերածեց Ուրեմն ես այսօր ցես երկու դարբերության մասին խոսեմ ռեշտակներու մեջ ուտնելու եւ Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելու միջև տարբերությունը ինչ։ Երբ որ Հիսուս
հրեշտակներու երկին բդավ, հոնդե թիրություն չկա։ Իսկ երբ որ Երուսաղեմ բդավ, քաղաքին եսի կգասկածեին, հատկապես մեծերը, քահանայապետները, փարիսեցիները, գրոնամոլները կգասկածեին։ Իսկ հրեշտակներու մեջ այդ կասկած չկար։ Իրենք գիտեին, թե իրենց դերը կան, կատարյալ փրկիչ կան, եւ հիացումով դիմավորեցին զինք։ Իրենց ուրախության մեջ ստվեր չկար։ Դեր Հիսուս Քրիստոսին, երբ որ հրեշտակները նայեցան, իր երկրային կյանքի մեջ երկու բան շատ զարմանալի է։ Կարելի է որ դակավին չեն ասացած, նույնիսկ հրեշտակները, ինչպես Աստծո որդին մարմին գարնեն, մանուկ կլա, ախորի մեջ կծնի, այս դժվարությունները կապեն, երկրորդն ալ իր խաչելությունը։ Այսինքն հալությունը եւ համբարձումը այնքան չզարմացուց հրեշտակները, բայց անոր խաչելությունը իրենց համար մեծ զարմանք է, իրենք տեսան Աստվածային այդ մեծ սերը, որ մարդոց մեղքերը քավության համար զոհ կներնից։ Իրենց համար, ինչպես մեր պատարագին սկիզբի առաջին բարը խորհուրդ խորի, այդ է իրենց համար։ Ուրեմն, դեր Հիսուսի մուտքը հրեշտակներու աշխարհի մեջ սիմվոլ ստվեր չունի, որովհետև հրեշտակներու գադարերակությունը լվնցած է։ Լուցիֆերյան ապստամբությունը, այսինքն հրեշտակապետը սատանայի հրեշտակներու ապստամբելու ժամանակաշրջանը ավարտած է եւ հրեշտակները մեկ երրորդը ինգած են սատանայի հետ միասին։ Մնացյալ երկու երրորդը Աստծո հավատարիմ մնացած են եւ այլևս չեն ունենա, այլևս չեն մեռանչել, այդ լմնցած է։ Հետևաբար իրենց հարաբերությունը գադարության վրա է եւ մենք այդպես պետք է ունենանք։ Հիսուսը որ ինչպես որ սեր երկնավոր հայրը գադարյալ է, դուք պետք է գադարյալ։ Իսկ Երուսաղեմի մուտքը այդպես չէ։ Երուսաղեմի մուտքը այլաբանական օրեն մեր եւ Աստծո հարաբերությունը կներկայացնի։ Երուսաղեմը քաղաքը մեր մարմինն է, մեր էությունն է։ Իրապես 10 տրիլիոն քիչ չեն գազմված ենք, մենք քաղաք ունենք, օրգաններով, ամեն ինչով։ Երուսաղեմի կենտրոնը գար Սուրբ տաճարը, Աստծո տաճարը։ Անգալ կներկայացնի մեր ոգին, մեր սիրտը, մեր կենտրոնը։ Հետևաբար Աստված երբ որ մեր սիրտերը ներս կմտնեն, հրեշտակներուն սիրտերու մեջ, հրեշտակային գարքերու մեջ մտնելու պես չէ, անգադար է գտիմատրենք մենք Աստծո մեջ։ Երկու խար սկացումով դեսունենք, մեկը թարի եկակ, մեր ամեն ինչը դուպրենք Աստծո արջև, պատրաստ ենք անոր համար տրամծացնելու, նույնիսկ մեր կյանքը դալու, բայց նաև մեր սիրտի մեջ ընկերություն կա, մենք մեր ուսացին դես ապրել ուսենք։ Մեր սիրտին համացայն, մեր սիրքերուն, մեր գիրքերուն, մեր ցանկություններուն համացայն, հետևաբար մենք խարն արարածներ ենք Աստծո նկատմամբ։ Մեր ինչ ուտալու դակավին հայտնի չէ։ Մենք կողմեն ուսանալ ուսենք, մյուս կողմեն ինչպես պիտի մերցնենք արիգայը ծրագիր։ Ուրեմն երբ որ դեր Հիսուս տաճարն դա, տեսավ որ հոնդը բազարի վերածվեց, շուկա եղածվեց, անասուններ գծախերին, ալավնիներ, ոչխարներ, հոնդը տրամապոխեր սարախներ գային, որ ալգան չեն, ալդոտ հոտ, և հոնդը մարդիկ առանց ալդերու շիտակ է որ տաճարի մեջ չեր այսպես, փառն է անիգա, բայց մարդիկ երբ որ տաճարի տունեն ներս մտնեն, արդեն ալոտքին բոլորի մեջ պետք է ունա, այսինքն եկեցվո պարտեզն պետք է խաղաղ ունա։ Ուրեմն երբ որ այս տեսավ Հիսուս մտրակ չվանները, սկսավ
վտարելու ոչխարները, աղավները և ի վերջո սա որ հոստերը աղոտքի դուր մի գոչվի թուք ավազակներու ոչին վերացել։ Ուրեմն, երբ որ Աստված մեր սիրտին մեջ մտնեն, երկու զգացում միևնույն ժամանակ կարգվում է։ Մեկը ուրախություն, հոսաննան է։ Անոնք, որոնք Աստծո հետ հարաբերությունը հասուն տարիքին ունեցած են, իրենք գիտեն ինչ անուշ զգացում է անիկը, միշտ Աստվածաշունչ կարդալ ուզեք, եկեղեցի եթալ ուզեք, քարոզներ լսել ուզեք, ավելի ախորժակով դաղոթեք, նոր երգեր լսորվիք եւ այլն, բայց հետո ուրիշ բան կբադարի։ Հետո Քրիստոսի մտրակը գերն եւ լսել որ դու սիրտ մաքուր չէ։ Այս սիրտը Աստված ստեղծեց աղոթքի համար, մաքրության համար, սրտության համար, դու ավազակի դու թարցուցես։ Ուրիշ տունի թարցել անիկա, բանկայի թարցել է քու սիրտ։ Աստծո ավելի տրամը մտածես։ Քու սիրտը որնիկի դու թարցուցես։ Քու սիրտը սդապոսի ըսին սամներու դու թարցուցես։ Պետք է մաքրես։ Պետք է մաքրել, աղոթքի դունի վերացել։ Հետևաբար Աստուծո մեր կյանքի մեջ մտնելը այս երկու պրոսես ունի։ Իր անշուտն ունի, բայց հետո իր ծանրությունը, իր քննադատությունը ունի։ Աստված Սուրբ Հոգին կքննադատեմ ես, կմեղադրեմ ես, ուզե որ մենք շտում։ Դեր Հիսուսը որ Սուրբ Հոգին միլիոնալ սերտ ուսուցիչը միշտ չի շոյ է։ Երբեմն կքննադե ապրես կսե, բայց կույսադեմ ցած միշտ ուտա։ Թասարան դու գրտնես կսե, գբորավ աշագերդն վրա, որովհետև դուսե այդ աշագերդը գադարյալ կա։ Ուրեմն Աստուծո հետ մեր հանդիպումը թե ուրախ արիթ է և թե դխուր արիթ է։ Աստված լսել որ քու սիրտիդ քահին վրա ես պիտի նստեմ։ Մենք կանգնենք որ դժվար է այդ գործը։ Ես վաճված եմ ուրիշ բաները նստեցնելու իմ սիրտիս քահը։ Աստված լսել որ գուրք է անիկա, պետք է դաբալես, պետք է ես նստեմ, պետք է իմ խոսքերս մտի գնես։ Եթե չնայ հավատացյալը ինչ կլա, Քրիստոսը կմերցնի։ Անոնք որոնք Քրիստոս մտալ, հրաշքները գիտեին, իր խոսքերու շինագությունն ագիտեին, այդ չեն կրնար վերցնել իր ըսածները, որովհետև այդ արևդուրը պետք է դառնա, իրենք այդպես սիստեմ մտրած էին անում, չեն կրնար այն երկրաշարի, ուրեմն Քրիստոս պետք է երկար։ Ուրեմն անհավատացյալը, որ Քրիստոսը Աստված իր սիրտին մեջ կառնեն, բայց անոր ուզածին պես ապրիլ չուզել, ինչ կնեն, կմերցունեն։ Սա դիգին ծունունցին գահ, կանցրատարնա, կլուխը որսանքի մտածատ է կանցրատարնա, բայց ոնտե Քրիստոսի որևէ գործ չունեն արդի։ Հայ քրիստոնյաներու մեծամասնությունը այսպես է։ Այսինքն միայն ծաղազարդի առաջին մասը դուզ են ընդունել։ Ովսանաները, ուրախությունը, ես քրիստոնյա եմ սելը, խաչաները, այս բոլորը դուզ են ընդունել։ Բայց մյուսը ծանր կողմը ընդունի չեն սեր։ Հովանունու ավետարանիչը հայկության չիրքի մեջ կպատմե, որ հրեշտակն եկավ և իրեն ցույց տվավ աշխարհի մեջ ինչ է լինում եւ այլն, Աստծո խոսքերը, հետո անոր ցերակիրով չիտ մտավ, դոման, սա ար եւ գեր ասի, զարմացավ արակալը հանգավ, թե քիրքի ինչպես կտվի, սկսավ ուդելու, գսե որ քերանից մեջ մեղրիվ ես համոք, բայց երբ որ ստամոքսի սիչավ, սկսավ ինձ երկում բաճարը, սալ բաճարը, ուրեմն Աստծո խոսքերում երկու երեսը այս է, այսինքն որոշ թեղերու ասկեցությունն ալ այսպես է, երբ որ մեր մարմինի մեջ մտնեն, երբ որ մեզի թուժեն, մեկ ողմեն ալ սալ բաճարը, ինչպես որ վերքը դեզենտեկտո գնողը
այդ կոլոնիան անշահոտ երբ որ վերքերում տվի թեմակրեն և ցալցնելով դմակրեն, բայց օգտատերը այդ մակրակործն է։ Ուրեմն ասված իր խոսքերով, չիտագից կերպով, եթե մեր սիրտին մեջ չկա, մեր խին չկարտասն է, գլուսավոր է, մեր կյանքի մեջ, մեր շուրջի եղած սխալները ավելի ստակ տեսնելու կսկսին և սալ կվաճերը անգարդպես և կսկսին կատարյալ ուղղալ։ Հետևաբար Քրիստոսի Երուսաղեմ մուտքը տակավին չէ կատարված մեր մեջ, կշարունակվի, մենք պիտի որոշենք, թե ինչ պիտի այդ։ Պիտի ընդունենք դրան, թե խաչ պիտի հանենք։ Քրիստոսի Երուսաղեմ մուտքը և հրեշտակային գալվածը ներս մուտքը նաև երկու տարբերությունները մեկը այն է, որ երբ որ հրեշտակները գերքան, կատարյալ է այդ երկեցությունը։ Երբ որ հրեշտակները գերքան, կատարյալ հոգիներեն թուս ելած երկեցությունը։ Երբ որ հրեշտակները գերքան, չգիտեն թե որում գերքան, Աստուծո սրբությունը անուն կտեսնեն։ Մենք չենք տեսնել։ Հետևաբար Քրիստոս եկած է, ովսաններով թիմավորեցին, ծափարեցին, երկեցին, իրենց հագուստները կրին, բայց շատ քիչ գիտեին թե ով է այս Հիսուսը։ Միայն ապրում աշակերտները ընդունած էին, որ Մեսիա է անգա։ Մյուսերուն համար Մեսիա է, թե ոչ։ 4 օրվան մերերին հատուցնված է, այո, շատ հրաշքներ գործած է, այո, մարգարեները մեկն է արդյոք իրապես Դավիթի որդին մեր սպասած Մեսիան է, կասկածով է։ Հետևաբար մենք և հրեշտակները Աստուծո գերքենք, կփարապանենք, կաղոթենք, բայց մեր եկը ստվերով է։ Մենք հավատքով գերքենք, հավատքը ինչ է, համը չես տեսնել, բայց վստահես, որ գա, թունգույր ես, բայց գա, գույրը չտեսնել զավիթները, բայց կողոդոդել, արևը չտեսնել, բայց չենությունը կսկա, հավատքը այսպիսի բանման, կատարել ավես մեր արջևը պացված չէ, բայց պաները պացված է, կսկանք մենք։ Հետևաբար այդ հավատքով և կսկացումով, երբ որ մենք կերքենք, Աստուծո հաճելի ասել է, Հիսուս էշի վրա նստավ և իր խոշում գնաց, երբ որ ժողովուրդը ովսանն ապարի եկար, գծապարեին, ինչու, որովհետև աստվածային բաները պետք է մեծարվին, պետք է դավակույրը մեր կյանքին, պետք է դրամատրենք մեր արարիչին, որ մենք ուկա մեր բոլոր արավելությունները, բոլոր հարստությունը, մեր մարմին։ Ուրեմն պետք է մենք Աստված պարապանենք, որպես Աստված մուտք գործը մեր կյանքին ներս։ Հինգ դագարանի մեջ նսե, որ Աստված մեր պարապանության վրա գտրի, այսինքն Սուրբ Ոգին մեր պարապանությունները կօգտագործի։ Երբ որ երկինքի մեջ սուրբերը, հրեշտակները աղոթներ կմատուցանեն, ոչ միայն իրենց աղոթները և նաև արդարներով մեր աղոթները գարնեն և երկինք կբարձրացնեն։ Ուրեմն մեր կյանքին զարգացածը մեզի ցույց տված բանը այդ է, որ պետք է գիտնանք մենք Աստված խոհել, Աստված պարապանել, երգել, աղոթել։ Որպեսզի այդ բաներով մենք մեզի կապենք մեր արարչին։ Մենք ինչ բանի որ կմտածենք, ինչ մասին կխոսենք, անոր հետ կապ կհաստատենք։ Ուրեմն երկեցողությունը իրականության մեջ չվանն է, որ մենք ետինք ուղենք, որպեսզի ետինքը թռնան։ Հիմա եկեղեցիները ընդհանրապես քրփեթավոր դժին, քրփեթով։ Այո, անիկա ճարտարապետական քյուն ունե, բայց նաև արձական ստեղծել մահար։ Այսինքն ոչ միայն մենք կերքենք և երկինքը բարձրանա,
Ջեդինալ մեզի կպատասխան է ետ կկարծն է մեր կարպանք։ Հետևաբար կատարյալ երկեցողությունը այսպես պետք է ուղա։ Մենք պետք է երկենք, ասված պետք է պատասխան է։ Ասված ինչպես կպատասխան է, մեր սիրին լուսավորություն տալով, թեթևություն տալով, իր խաղաղությունը շնորհելով, մեր խնդիրները լուծելով, մեզի առողջություն և երկար կյանք տալով, Աստվածը այդպես կդարձնե մեր հարաբերությունները։ Աստվածը մեզ կդարաբանե, երբ որ իր փոշին կանած քացած փամփնեն, Աստվածը մեզ կդարաբանե։ Բոլոր անոնք, որոնք ուրիշին օգնած են, ամեն մարդ կզգա, որ իրենց սիրտի մեջ կամ ուրիշի դեպ, ծաղիկ կգտած։ Ուզեն չուզեն, ուրեք կզգալու են։ Ավելի լավ կզգա։ Ինչու որոնց ներսեն համեցե, որ շիտարում իմ ուզածից պես կրիր։ Հետևաբար սիրելիներ, երկեցողությունը, երաժշտությունը, հավատացյալի կյանքի մեջ միշտ կարևոր դեր կրած է։ Հետևաբար մենք եկեցու առաջին օրերը նույնիսկ Հիսուսի կյանքի մեջ գիտենք, որ առաքյալները և Հիսուս երգեին և եկեցին միշտ երգով եղած է։ Հատկապես Սամոսներու վրա հիմնված երկեր շարականներ, բոլոր եկեցիների մեջ կա։ Մեր մեջնալ հատկապես հայկական երաժշտությունը, երկեցողությունը, թարգմանչած վարդապետներով սկսալ և իրենք ուզեցին, որ հայը, հայուպես, հայերեն, հայուն սայլում է երկինքին և ասոր համար շարականներ ունարեցին, մերձեսի կազմեցին և մինչև այսօր մեզի ժարանք հողոցն։ Անոնք, որոնք այս ժարանքը կարնեն և կգենքանացինեն, ներկա սերունդերին կփոխանցեն, մենք կգոչենք թվրաստված։ Թվրաստվածեր երկչապումպին համահավասար չէ։ Երկչապումպը անոր մեկ մասն են։ Հետևաբար պետք է երբ որ մենք թվրաստված սկսենք, ոն պետք է ուլա ավետարանի ուսուցություն, քրել, գարդալ սորվի, երբ որ թվրոցներ չգայի։ Հետևաբար ոն պետք է ուլա գրթություն, քրիստոնյան ինչպես պետք է ուլա, եկեցու ավանդություններու փոխանցում, հայկական զգացումի փոխանցում, իրար օգնել։ Հետևաբար անոր թվրաստացի անդամ է, իրմա հատուկ վարվելակերպ կսպասի։ Բոլոր ժողովուրդը պետք է շիրակապի, բայց անոր շապի կրակվի, անոր թվրաստացին մեջ են սուրբ խոսքեր և դեպիրքարներ պետք է ավելի ուշակի։ Ուրեմն այսօր զվարդոց թվրաստացի 135-րդ տարեդարձը։ Ժամանակ չէ, գրեթե այս եկեցի հետ մնացած է։ Ուրեմն 135 տարի վեր սուրբ ցայներ գելը այս եկեցի մեջ և այդ երկերուն վրա աղոտները մարդկանց կպարծանան թերի երկեր։ Ուրեմն այս արմով մենք հարգավտեք շնորհավորենք զվարդոց թվրաստացը իր բազմացան երջապումբով միասին։ Ուրեմն բազմացան երջապումբը 90 տարիներ առաջին մնաց է։ Հետևաբար 90-րդ տարեդարձն է, հարգավտեք Երիփաշան կապը հայության սիրը եղած տալ է։ Պատյարքարան խոսեր, կոտ շուգան կոտ խոսեր, թոք կապը բալադը խոսեր, 19-րդ թագում 40,000 հայ միայն գաբեի, այս կապը Երիփաշա, Երիկապը, այս շրջանի մեջ 40,000 հայեր գաբեի։ Հետևաբար այս հայութենեն հանջարներ եղած է։ Այս հայութենեն ամբողջ ոսը հայությունը աստերիկ թերքեր բադահած է, ամսեր եղած է։ Այնպես որ 70 տարի առաջալ զվարդոց թվրաստացը 100 մանկանց երջապում հիմնած է, այսինքն 100 հոգիներ են, 100 մանկաներ են, հետո անոնք մեծած են, երբ որ իսկույնքը կդդեցեք Ամերիկայի միջև Ավստրալիա, կտեսնենք, որ այս 100 մանկանց երջապումի անդամները այդ ժամանակմանու հիմա այդ թվրաստացերի մեջ երբեմն ղեկավար, երբեմն անդամ
անգամ երախտիկով գեհիշեն այդ օրերը և միշտ գետի պաշացին։ Թվրաստասի միջոցով գետի պաշացին։ Այնպես որ այս 100 մանկանց երջախումբը հանգուցյալ Վարդգես Կապիելյանի հիմնած է մեր հարեգան Գարու Կապիելյանի պատկարելի հայրն է, այս միջոցով Աստված հոգին ուսավոր է սկսենք, ինքը լավ փորձ կատարած է և ժարանք սկած է իր ընտանիքի ժարանք այն հայկական ավանդությունը, որ Գետի Փաշայի մեջ ինքը որպես մանուկ արած է և հետո ավելցնելով տված է։ Կյանքի ընթացքը այս պետք է լա, ինչ որ մենք կարնենք, քոնե պահենք անիկա և հետո փոխանցենք մեզ մեր հետո եկողներում։ Այնպես որ թվաստասերը մեր համայնքի մեջ մեծ փորձ կկատարեն, անում եկեղեցու և ժողովրդի միջև կապությունները։ Այսինքն աշխարհականները մեծամասամբ և անում տեսակը քրիստոնեությունը իրենց մեջ յուրացուցած, հայությունը, հայկական ավանդությունը յուրացուցած և նաև առաքյալներն են մեր եկեղեցին։ Ես գիտեմ, թե Թվրաստասի անդամները, տնօրեն խորհուրդները ինչ շանքեր կթափեն, որ մարդոց համոզեն, հատկապես երիտասարդները համոզեն, որ եկեղեցի կապվի, որովհետև կրոնք չի գնալ ապրի առանց առաքյալի։ Հետևաբար Թվրաստասերը այդպես կամուրջ հաստատություններ են մեզի եկեղեցին խորանը կկապե աշխարհի։ Այդ տեսակետն ես իրենց վաստակը, իրենց աշխատանքը շնորհավորեմ և խորապես ականքով կխոնարհեմ իրենց վաստակին և աշխատանքին առջև։ Ուրեմն ներկա Թվրաստասի տնօրեն խորհուրդը, ուրեմն Թուգավետը, պարոն Դիրամոստանն է, Ադենաբայպետը, պարոն Ժիրայր Ակմերջանն է և Երեչախումբի ներկա ղեկավարը պարոն Փարեշնով Ադուշան Սարգսակյանն է, ուրեմն բոլորը կշնորհավորեմ ես։ Հայտնի է, որ ուր որ հաջողություն կա, ես նշմարած եմ, եկեղեցու մարմիններու միջև համերաշխությունն է։ Հետևաբար եկեղեցու այդ համերաշխության համար եկեղեցու քաղաքի խորհուրդը շատ կարևոր է։ Թվրաստասերը այլ հաջողություններում չեն գնահատի, եթե քաղաքի խորհուրդները ճամփա չպատրաստեն, նեցուկ չգանքնեն, իրենց ետևությունն, երբեմն պատահած է, որ թախում կա, անպայմանական կդարացնեն երգչախումբերը Թվրաստասերը։ Այնպես որ Մանուկ Քալաջիի ադենաբերության Գետի Փաշայի քաղաքի խորհուրդը նաև շնորհավորեմ, ոստե եղած բոլոր քաղաքի խորհուրդները նաև բաժին ունի այս հաջողությանը։ Ուրեմն Թվրաստասը հարկավտե տարբեր թվերեն գանցնի, այսօր հայություն չափը հայ չկա, 40,000 հայ ապրեին, հիմա 40 հայ չափ։ Ասալ յանքի տրաժեդիները մեկն է, բայց եղած է, ուրեմն ինչ կմնա, այդ հին Գետի Փաշացիներու հոգին կմնա, բայց անգալ դիլումնա, իրենց որ անգալ դիլումնա, հետևաբար մենք պետք ունենք այս եկեղեցին փաս պահելու, որպես Աստծո հարկը չթափվի շարունակ եկին համարվա։ Ուրեմն սիրելիներ, այս հարումով իմ խոսքես հետո հոգյանքստյան բաշխով պիտի կատարեք, բոլոր այն անունները, որոնք մելած են, մեծ համար համը չնշանագեր, այս Աստուծո համար շատ կարևոր են անում։ Անոնք մեզի երկեր սովետություն, անոնք Աստուծո ճամփան պատրաստեցին, որպեսզի Քրիստոս փառքով մտնե մարդոց սիրտերեն ներս։ Sevgili kardeşlerim,
geçen Perşembe günü Hamparsun'du. Yani Jesus Christos'un göğe yükselmesinin bayramıydı. Jesus Christos Karasun 40 gün kendini diri olarak gösterdikten sonra öğrencilerinin gözü önünde göğe yükseldi. Görünmez oldu. Ve öğrenciler şaşırmıştı. Onlara melekler dediler ki bu Jesus nasıl göğe çıktığını gördünüz. Aynı şekilde aşağı inecek, geri gelecek. Öyle ki biz onun geri gelişini bekliyoruz. Ancak bu gidiş nasıl bir gidiştir? Yani Jesus göğe yükseldi, Tanrı'nın sağına oturdu, geldiği yere geri döndü. Peki bunu biz nasıl anlayacağız? Çünkü bu Hamparsun dediğimiz Jesus'un göğe alınmış olayı, onun yeryüzü misyonunun doruğa ermesidir. Şimdi Jesus yok. Ama yok mu? Şimdi Jesus göğe yükseldi, bizden uzaklaşmak için değil. Bize yaklaşmak için. Bize daha iyi sokulabilmek için. Şimdi biliyorsunuz televizyon kanalları var, radyo kanalları var, bizim cep telefonlarımız var. Onları yayan antenler var. Güçlü antenler. Ama ne kadar yükseğe çıkarsa etki alanı o kadar çoğalıyor ve büyüyor. En çok etkili anten hangisi? Uydular. Uzaya gönderiyorlar. Öyle ki dünyanın yarısını kaplayacak kadar geniş bir alanı etkileyebiliyorlar. Yani yükseldikçe etki alanı artıyor. Jesus kalabalıklara konuştu. Bazen 5.000 kişiye konuştu. Ama en nihayetinde bu insan bedeninin içinde daha fazla kişiye konuşamazdı. 5 milyon kişiye konuşamazdı. 500 milyon kişiye konuşamazdı. Şimdi konuşabiliriz. Sadece konuşmakla kalmaz. Onların içine girebiliriz. Onların içinde yaşayabiliriz. Dolayısıyla Jesus göğe yükseldi ama 10 gün sonra geri geldi. Ne olarak geri geldi? Pentekoste'de kutsallık olarak geri geldi. Nasıl geri geldi? İnananların kalbine girebilmek için geri geldi. Niye geri geldi? Bizi kendisine birleştirecek sırları, hurufları, sakramentleri gerçekleştirmek için geri geldi. Vaftiz suyunun üstüne iner Jesus Christos. Şarap ve ekmeğin üstüne iner Jesus Christos. Bir din adamı takdis edildiğinde onun üstüne iner Jesus Christos kutsallık vasıtasıyla. Bedende bunu yapamazdı. Kendisinin o tanrılık vasfına her yerde, her zaman olabilme vasfına erişti o tanrısal yücelikle. Tanrı ne ise o oldu, bir farkla artık insanlığı da, insanlık tabiatını da o yüceliğe yükseldi. Öyle ki Atanas Hayrabat çok güzel söylüyor. Diyor ki Tanrı Mesih'te insan oldu. Ta ki insan Mesih'te tanrılaşsın. Kısacası o köprü oldu ve bu köprü oluşu sağladı. Elbette ki o bedenle, bedensel olarak tekrar geri gelecek. Biz onu bekliyoruz, imanımızın bir parçası. Ama Jesus'un ruhen gelişi hep gerçekleşen bir şeydir. Diyor ki işte kapıda duruyorum ve çalıyorum. Eğer biri açarsa içeri gireceğim. Ben onunla o benimle akşam yemeği yiyeceğiz. Yani Yusuf şu anda sadece manevi olarak aramızda değil, 2 ya da 3 kişi nerede benim adımla toplanırsanız ben orada olacağım. Ama Paulus diyor ki Mesih'i gerçi bedene göre tanıdık ama artık bedene göre tanımıyoruz. Dolayısıyla o başka bir Mesih. Salvador Dali'nin dünyanın yaratıcısı diye bir resmi var. Onu çok güzel resmediyor. Bütün dünya yukarıda Jesus, bütün bedeni dünyaya yayılmış. Biz artık böyle düşünmeliyiz. Jesus aramızda, başı yukarıdan, eteklerinin içindeyiz biz hepimiz. Onun bedeniyiz, onun mistik bedeniyiz.
böyle hatırlamalıyız. Öyle ki sevgili kardeşlerim, göğe yükseldi İsus ve o göğe yükselmesinin lütuflarını biz gömülüyoruz. Onun için İsus'un bizden uzaklaşması gibi düşünmemeliyiz. Tam tersine bize yaklaşması, bizim içimize girebilmesi için bir yol ve metottur. Biz bu kilisede de bunun bir benzerini kullanıyoruz. Buhu, biliyorsunuz bir avuç, güzel kokulu maddedir. Ne kadarını doldurur? Avucumuz kadar doldurur. Ama ateşin içine koyarsanız, duman olursa, o zaman bütün bir mabedi doldurur. Ve biz nefes aldığımızda ne olur? İçimize girer. İşte Kisus'un göğe kalkışını da böyle düşün. Kisus'u düşünürken, ona dua ederken böyle göklerde bir şey gibi düşünmeyin. İçinizde bir şey gibi düşün. Çünkü vaftizinizde aldınız, vaftizinizde Kisus'u giyindiniz. Vaftizinizde Kisus'un mirasçısı, kutsal ruhun mabedi, Baba Tanrı'nın evlatları oldunuz. Dolayısıyla bu üstünlükle dua edin. Ben ve Kisus biriz. O birlik mükemmele erişir. Kisus dedi ki bir kişi benim sözlerimi tutar ve yaparsa ben ve Baba geliriz ve onun içinde mesken tutarız. Öyle ki artık iki olmayız biz, birleşiriz Tanrı'yla. Kisus'un dünyaya gelişinin nedeni buydu. Bizde o mükemmel insanı oluşturmak. Biz mükemmel değiliz. Oluşum halindeyiz. İnsanın evrimi halen devam ediyor. Biz hepimiz İsus Kristos gibi dönüşeceğiz. Meleklere benzeyeceğiz. Şu anda daha çok hayvanlara benziyoruz. Ama içimizde Tanrı'nın benzeyişindeki o ruh, içimizde Mesih vasıtasıyla büyüyor, gelişiyor ve biz ona benziyoruz. İşte kilise hayatımız bu benzeşmenin bir aracıdır. Kilisesiz hiçbirimiz bu yola giremezdik. Onun için kilise olmadan bizim kilise babalarımızın en büyük öğretisi, kilise olmadan kurtuluş yok. Çünkü kilise olmadan kim sana anlatacak Hristiyanlığı? Kilise olmadan kim sana kutsal kitabı, İncil'i getirecek? Kilise olmadan kim seni vaftiz edecek? Onun için kilise imanlar topluluğudur, biziz o. Dolayısıyla hep birlikte büyüyoruz. Tanrı'da büyüyoruz. Tanrı'da mükemmelleşiyoruz. Onun için kilise bu dünyada insanlık ailesine en büyük lütuftur. Kiliseden çıktı bakın dünyanın bütün ileri hareketleri. Hristiyan topluluklar dünyanın en ileri bir şekilde uygarlığını temsil ediyorlar. Bütün dünya onlara benzemek istiyor. Bu topraklarda da ya da başka dinlerde olan kişiler de daha iyi bir hayat istediklerinde Hristiyanların yaşadığı yerlere. Onun için Hristiyanlık bir berekettir dünyaya, onun kıymetini bilelim. Hristiyan olan ilk uluslardan biri olmanın onurunu taşıyalım ama onu anlayarak öğrenelim, onu da anlayarak kökleşelim. Bugün Zıvartut Tıbraslası'nın aynı zamanda yıl dönümü, 135. yıl dönümü, 90. yıl dönümü çok sesli koronun oluşturulmasının, 70. yıl dönümü burada 70 yıl önce oluşturulan 100 çocuk Harun Mangans korosunun oluşturulmasını biz bütün bunları hatırladık ve biz bu emeği geçenleri tebrik ediyoruz. Kilisenin sistemi her zaman kendi içinde o mükemmelliği taşır. Biz ona sadık kalırsak o her zaman başarılı olur. Bizim kilisemizin sisteminde bütün sistemin başında kilisenin ruhani önderi durur. Bu kilisede de Arjanavalit Dervitat Avakana bu sistemin başı. Onun altında durur, tavayı kurur, Tıbraslas'ta fakirler kolu. Bir şekilde bizim kilisemiz İsus asmaya benzer. Dedi ki ben asmayım, siz üstünlersiniz. Bana bağlı kalırsanız bol ürün verirsiniz. Dolayısıyla Gedikpaşa Kilisesi bir salkım.
ve o salkımı asmaya bağlayan dal din görevidir. Onlar daha başka büyük bir dala bağlıdır. Dolayısıyla bize gelen lütuflar Mesih'ten bu şekilde gelir. Kilise koruları bizi yükselten, ruhumuzu yükselten, ağzımıza ilahi koyan kurumlardır. Bunlar kendilerinde olanı, Tanrı'nın kendilerine verdiği müzik yeteneğini bize aktarırlar. Öyle ki bu aktarımda onların imanla bunu yapmaları elbette ki çok önemli. Tıbrastaslar, korolar ne söylediklerini bilmelidirler. Böyle günlerde ben zorunlu olarak diyorum ki bizim tıbrastaslarımız içeriğini de çalışmalılar. Sadece müziğini değil, sadece notalarını değil, ne okuduklarını çalışmalılar. Ne demek? Bu ilahi ne diyor? Çünkü Ermenice bilmeniz de yetmez. Çünkü Krapar bunlar. Klasik Ermenice'ye yazılmış. Doğru, Ermenice bilen kişi biraz dikkatli okursa bir şeyler anlar. Ama işte onun anlamı, onu içermek çok önemli. İçselleştirmek ve o şekilde. Çünkü bütün sanatlarda sanatçılara öğretilen ilk kural ne yapıyorsanız yapın, kendinizi onunla özdeşleştirin. Şarkı mı söyleyeceksin? O şarkıyı anla, o şarkının sözlerini benimse o ruhla söyle. Artist mi olacaksın? Rol mu oynayacaksın? O rolün içine gir. Onun için bazen duyarsınız ünlü film artistlerini, bir dilenciyi oynayacaksa gidiyor bir dilenci oluyor. Birkaç hafta dileniyor sokaklarda ki o dilencinin ruhuna gireriz. Öyle ki bizim korolarımız da söylediklerinin ruhunun içine girmeleri lazım. Onu ne kadar becerirlerse sesle o duygunun aktarılması o kadar önemli. Müzik, Tanrı'nın bir lütfudur. Bu dünyayı ötekine bağlayan değerlerden birisidir. Öldüğümüzde bizim bankalarımız olmayacak, okullarımız olmayacak, kiliselerimiz olmayacak. Ama dua ve ilahi olacak. Meleklerin korolarına katılacak bütün Hristiyanlar. Dolayısıyla müzik Tanrı'nın bize verdiği bir nimettir ve kilise şunu keşfetti. Müzik ve ilahi insan ruhuna vaazdan daha çok ister. Çünkü vaaz insanın aklına hitap eder. Kutsal kitap okuduğunuzda sizin aklınıza hitap eder. Ama müzik akıldan daha derine iner. Ruhunuzun tellerini titreştirir. Ve sizi besler. Ama dikkatli olacağız elbette. Bu kilisede bizim müziğimiz ruhani müzik. Bir de şeytani müzik var. Çağımızda. Dikkat ettiniz mi? Bizim bütün nesillerimiz dinledikleri müzikle adlandırılırlar. Jazz jenerasyonu derler. Sonra rock and roll jenerasyonu vardır. İşte sonra heavy metal jenerasyonu vardır. Sonra rock jenerasyonu vardır. Şimdi bunlara biz dikkatle baktığımızda gerçekten o müzikler o jenerasyonu dinleyenleri biçimlerler. Ya cennetin sesleriyle ya da cehennemin sesleriyle. Yani dünya bu kadar kötüye gidiyorsa, gençler bu kadar isyankar oluyorsa, biraz da onların dinledikleri müziklere bir bakın. Nereye çağırıyorlar? Göğe yükselmeye, insan ruhunu ve bedenini sorgulaştırmaya mı çağırıyor? Yoksa isyana mı? Baş kaldırmaya mı? Şeytanlaşmaya mı? Gerçekten biz pek çok müzikte ahlaksızlığı övüldüğünü görüyoruz. Ama kilisemiz öyle değil. Kilisemiz ruhsal hamamlardır. Buraya giren insan tek bir söz bile anlamazsa bu müziği duyduğunda, bu ilahileri duyduğunda mutlaka o ilahiler bunun içine girer ve çıkar. Sabrınızı zorlamak istemiyorum ama beni çok etkileyen bir anımı anlatmak isterim. Yeruşalim'deydim Yeruşalim'de. Orada bizim manastırımız var. 3 sene geçirdim. Sabah, akşam dualarımız olur. İkindi dualarında turist grupları çok gelirler. Gelirler, ziyaret ederler. Öyle 40-50 kişilik bir
Amerikalı grup geldi. Sonra tören bitti, dışarı çıktım. Baktım bir kadın hüngür hüngür ağlıyor. Dedim ki ne oldu? Yanına gittim. Birisi bir şey mi dedi? Yok dedi. Burada kutsal ruhu hissetti. Şimdi hiçbir şeyi anlamadı o kilisede ama kutsal ruhu hissetti. Nereden hissetti? O kilisenin sembollerinden, o kiliseye silmiş olan duadan, o kilisede söylenmiş olan ilahilerden ve o ilahilerin içinde hareket eden kutsal ruhlar. Onun için korularımızı yaşatmalıyız. Çocuklarınızı, gençlerinizi teşvik edin, kilise korularına girsinler. Ondan sonra başınızı çok dönmeyin. Benim çocuğuma ne oldu? Niçin bu şeyler oldu? Gelsin, soylu olanla tanışsın. Soylu müziği tanışsın. Ötekileri zaten bilecek. Ötekileri zaten bilecek. Ama bunu da bilsin. Alternatif olduğunu görsün. İnsanı yücelten, insanı sorgulaştıran müzik olduğunu da görsün. Öyle ki bu vesileyle ben Tıbrastas'ı tebrik ediyorum. Bugün bizimle beraber diğer kiliselerden gelen sargabaklar var, tübiller var, koro üyeleri var. Okeshinor der Hovagin var tabi de Supadarak Madrux ve Sihamar. Annesor Yevnayev Voski der Voskin Posse ICG'o Sabahne. Annesor ICG'in Şatmaner Yuvaze Mermanaykin işte sayılan süreçisi Yevda Bili Şalnayı. Pais Asur Amar Detke Nahmen Kişen Mer'almatner. Mer'amanki Mezakır Kültünleren Meyve Ayda. Hedisede Mer'almatner'e getirdi. Gebri Garzenko Ayspolur Panerbol'un Aypesat. Pais Aypeçe. Ammen Marjara. Ammen Nebiyesi. Ammen Tıbrastas. Amhun aşağıdan fastak mı? Geb Aypemartik Dens Partakan Tünükataratzen Mezi Hansnazen Mezi İngarsı Aberahçıldan Haskınan Dens Fastakı Yer Şnuaygalutun Aypen Kasutsu Anımsamlar. Der Ornek Oluru Asfasotun Erre Kulsalı.